Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում։ Իմ նախորդ ելույթից անցել է ընդամենը 2 տարի 5 ամիս։ Ամենահիշարժան փոփոխությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որն արձանագրվեց 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, երբ Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ ես ստորագրեցինք համատեղ հռչակագիր, որով ըստ էության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց։ Հռչակագիրը որպես վկա ստորագրեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում ընդունել են հոտնկայս։ Խաղաղության նկատմամբ խնամք տանելու կամքն է, որ այն կատարյալին հնարավորինս մոտ դարձնելու տարբերակներ է ստեղծում, եւ մենք այսպես ենք մոտենում բոլոր հարցերի, ներառյալ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների խնդիրներին։ Վերջերս Ադրբեջանը մեր եւս 4 հայրենակիցների ազատ արձակեց։ Հայ հանրությունը մենք բոլորս երջանկություն ապրեցինք այդ առիթով, բայց կառավարությունը շատ արագ վերադարձավ լուր դիվանագիտական աշխատանքը շարունակելուն, հանուն մյուսների վերադարձի, որովհետև համոզված եմ, եթե նախորդիվ լուր դիվանագիտական աշխատանքի ոճը չընտրեինք, հունվարի 14-ին մեր 4 հայրենակիցների վերադարձը տեղի չէր ունենա պարզապես։ Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ։ Հաջորդ անհավանական փոփոխությունը, որ Հայաստանում տեղի է ունեցել իմ նախորդ ելույթից ի վեր, այն է, որ 2025 թվականի մարտին մեր երկրում ընդունվեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որը ուժի մեջ մտավ 2025 թվականի ապրիլին։ Սա քաղաքական բյուրեղացումն է 2023 թվականի հոկտեմբերի 17-ին այս ամբիոնից իմ արած այն հայտարարության, թե Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Հիմա այդ օրենքի ընդունումից հետո շատերն են Հայաստանում հարցնում, թե երբ Հայաստանը կդառնա Եվրոպական միության անդամ։ Մեր պատասխանը հստակ է։ Որևէ երկիր առանց Եվրոպական միության չափանիշներին համապատասխանելու չի կարող դառնալ Եվրամիության անդամ։ Հետևաբար մեր խնդիրն է եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ շարունակել բարեփոխումների ճանապարհը եւ նախ օբյեկտիվորեն համապատասխանել Եվրամիության անդամագրման չափանիշներին։ Երբ սա տեղի ունենա, կա երկու ճանապարհ, կամ ԵՄ-ն մեզ կընդունի, որպես լիարժեք անդամ կամ չի ընդունի։ Այսպես ասում եմ, որովհետև հասկանում եմ, որ ԵՄ ընդլայնումը նոր անդամի ներգրավումը պարզ հարց չէ ու նաև քաղաքական որոշման խնդիր է։ Հետևաբար, եթե ԵՄ-ն Հայաստանը կընդունի որպես լիիրավ անդամ, շատ լավ է։ Եթե չի ընդունի, մենք էլի կշահենք, որովհետև կլինենք Եվրոպական միության ստանդարտներին լիարժեք համապատասխանող երկիր։ Պիտի անկեղծ ասեմ սակայն, որ Եվրոպական միությանը Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահի ամենամեծ խնդիրը Եվրոպական միության եւ Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական միություն, եւ մենք Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի Եվրամիության անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի եւ մեր ակնկալինքը ու խնդրանքն է, որ Եվրոպական միություն Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարևոր է Հայաստանի համար, նույնքան կարևոր, որքան Վրաստանի համար։ Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ։ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ ազատության, ժողովրդավարության,
իրավունքների գերակայության ըմբռնումների հիման վրա։ Մենք մեր ժողովրդավարության կենսունակ ու զարգացող վիճակը պահեցինք պատերազմի պայմաններում նույնիսկ, բայց հասկացանք նաև, որ խաղաղությունն է, որ ժողովրդավարությունը անշրջելի դարձնելու ճանապարհ է բացում։ Իրականում մենք խաղաղության հասել ենք ժողովրդավարության շնորհիվ, ժողովրդավարական արժեքներին մեր նվիրվածության շնորհիվ, որովհետև Հայաստանին պարտադրված մտածողության կաղապարները կարողացանք հաղթահարել ականջալուր լինելով ժողովրդին, իրական ապրող կյանքի եւ խաղաղության փափակ ունեցող մարդկանց։ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ եւ այդ ընտրություններով մեր ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի, ապա եւ խաղաղությամբ ժողովրդավարությունը կդառնա անշրջելի։ Մենք գնում ենք այս ճանապարհով եւ ես սա ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ եւ ուրեմն կեցե խաղաղությունը, կեցե ժողովրդավարությունը։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։ Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտ Ամեցոլայի ներկայությամբ բացվել է հայոց այբուբենի հուշարձանը։ Արմատագիր երկխոսության ուժը խորագրով արձանը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից ի նշան երախտագիտության Եվրոպական խորհրդարանի շարունակական եւ անվերապահ աջակցության համար։ Այս քանդակը բաղկացած է հայոց այբուբենի տարրերից։ Ռոբերտ Ամեցոլան իր խոսքում նշել է, որ երկխոսությունը ժողովրդավարության անկյունակարն է, այն մեզ միավորում է եւ առաջ է շարժում։ Վարչապետ Փաշինյանն իր խոսքում ասել է, որ հայոց այբուբենի գյուտը տեղի է ունեցել դեռևս 5-րդ դարում եւ հայկական ինքնության կարեւորագույն հիմնասյուներից է։ Հայաստանի Հանրապետության կողմից վարչապետ Դե հերթը ժողով սպասում են ոնց կարաս խախտում անես։ Այսպիսի ըմբռնումով ու առանց տրտնջալու մի քանի ժամն ինչ է որ շատերը տարիներով են սպասել հենց այսօրվան, երբ հնարավոր կլինի առանց գումար վճարելու ստանալ բուժծառայություն, ասում է Անդրանիկը, նա եւս առողջության ապահովագրության շահառու է։ Սուրեկել եմ եւ արյան անալիզ եմ հանձնել եւ սոնոգրաֆիան եմ անցկացրել, շատ լավ ընդունեցին, շատ լավ։ Իսկ սրանից հետո որ գնամ ով էլ հարցնի պետքա ասեմ ճիշտը, որ լավ է եղել, շատ լավ։ Իսկ առաջում չկար նման բան, ոնց կարելի է սուտ խոսալ, չէ՞։ Արյան լաբորատոր հետազոտություն, ուլտրաձայնային հետազոտություն, նեղ մասնագետի խորհրդատվություն, անգամ դեղերի անվճար տրամադրում եւ ոչ մի դրամ ծախս։ Որևէ հետազոտության համար Երևան գնալու կարիք էլ չկա, թեև գիտի իր ապահովագրության փաթեթը այնտեղ էլ է գործում։ Այ ապրեք, այդ լավ հարց տվեցիք, Երևանը մոտիկ է, բայց քաշքշուկներն ավելի շատ են լինում, ստեղ ավելի հանգիստ կարամ ես հերթագրեմ իմ ժամին գամ հասնեմ, Երևան չեմ կարող իմ ժամին գնամ հասնեմ։ Իսկ ստեղ շատ լավ գալիս են, շատ լավ ընդունում են, բարեհամբույր, ամեն ձևով լավ է։ Լավ մասնագետներից միջև ժամանակակից բուժ սարքավորումներ Հրազդանի բժշկական կենտրոնի ախտորոշիչ բաժանմունքում այս երկու պարտադիր գործոններն ապահովված են, սխալվելու հավանականությունը գրեթե բացառված։ Կոնկրետ մեր դեպքում Հրազդանի բժշկական կենտրոնի դեպքում կոնկրետ դուպլեքս հետազոտության իմ հետազոտությունների արդյունքները Երևանում չի եղել այնպես, հիվանդները իրենք էլ են փաստում, որ եթե գնում են նորից նույն հետազոտությունը չի կատարվում ոչ մի դեպքում։ Սխալ թույլ տվաց չկա։ Բժիշկը անսխալ չի կարող լինի։
Սա էլ անհամեզ չերևալու համար, բայց եւ ախտորոշիչ հետազոտության սարքերով անընդհատ համալրվելը եւ պարբերաբար դարձած վերապատրաստումները Հրազդանի բուժկենտրոնի ախտորոշիչ բաժանմունքի մասնագետներին սխալվելու տեղ գրեթե չեն թողնում։ Տորին վերջույթների դուպլեքս հետազոտություն, որովայնում անոթների դուպլեքս հետազոտությունը, պարանոցի անոթների, գլուխոսնող անոթների դուպլեքս հետազոտություն, այսինքն վերին վերջույթի դուպլեքս, ինչը կապված է դուպլեքս հետազոտության հետ, ինչը որ ներառում է դուպլեքս հետազոտությունը, ամբողջ ծավալը կատարվում է առանց որևէ բացառության։ Հրազդանի բուժկենտրոնում միֆ են համարում, թե երիտասարդ մասնագետները նախընտրում են երևանյան կլինիկաները։ Մարզում ավելի բազմապրոֆիլ են հիվանդները, այսինքն եւ սուր իրավիճակները եւ հենց հիվանդության հետ կապված ավելի բազմապրոֆիլ է։ Ես կարծում եմ, այստեղ իմ փորձը ավելի զարգացել ընթացքում, որովհետեւ եւ վթարային իրավիճակները եւ արտակարգ տրավմատիկ իրավիճակները այստեղ ավելի հաճախ են դիտվում։ Ռադիոլոգ Հռիփսիմե Սարգսյանը Երևանից ամեն օր է գալիս Հրազդանի բուժկենտրոն, ասում է օրական 6-ից 7 տասնյակ պացիենտ է իրեն սպասում։ Երբեմն 100 եւ ավել, նայած խոսքի, նայած վիրուսի ֆոնի, պայմանավորված է նաեւ սեզոնային գրիպ կոչվածի։ Լաբորատոր հետազոտությունների համար էլ Հրազդանի բուժկենտրոնում հատկացված է 1 ամբողջական հարկ։ Հրազդանի բժշկական կենտրոնի լաբորատորիան սպասարկում է ոչ միայն հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի պացիենտներին, այլ նաեւ Հրազդանիկից համայնքների բնակիչներին։ Լաբորատորիան հագեցած է ժամանակակից սարքավորումներով, ունենք հիստոլոգիական լաբորատորիա, մարիաբանական, կլինիկական, բիոքիմիական, իմունոլոգիական, շրջաբանական, աշխատում ենք որակի ստանդարտներին համապատասխան։ Հրազդանի բժշկական կենտրոնը շատ շուտով կունենա նաև մամոգրաֆիկ սարք, այստեղ կներդրվի նաև գաստրոսկոպիա։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 13 օր։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ճշմարիտ խոստում 4 գործողության շրջանակում հերթական հարվածն է հասցրել հակառակորդին։ Ըստ ԻՀՊԿ-ի լիբանանյան Հզբոլահի հետ համատեղ գործողությունը տևել է 5 ժամ, Իսրայելում խոցվել է ավելի քան 50 թիրախ, Հորդանանում եւ Սաուդյան Արաբիայում հարված է հասցվել ամերիկյան ռազմաբազաներին։ Իրաքի ափերին 2 նավթատար լցանավ է խոցվել պայթուցիկով բեռնված հեռակառավարվող նավակներով, 1 նավաստի զոհվել։ Իրաքը դադարեցրել է նավահանգիստների գործունեությունը։ Բահրենն էլ հայտնել է, որ Իրանը հարվածել է վառելիքի բաքերի, խոշոր հրդեհ է բռնկվել։ Հարվածներ են արձանագրվել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում։ Իսրայելն իր հերթին հայտնել է Թեհրանին եւ Իրանի արևմտյան շրջաններին հարվածելու մասին։ Թիրախավորվել են ԻՀՊԿ-ի կենտրոնակայանները, հրամանատարական կենտրոնները, բալիստիկ հրթիռների պահեստները եւ գործարանները։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանն օրեցօր կորցնում է իր ռազմաօդային կարողությունները։ Միևնույն ժամանակ ըստ ամերիկյան լրատվամիջոցների աղբյուրների Պենտագոնն օրենսդիրներին հայտնել է, որ Իրանի դեմ պատերազմի առաջին շաբաթն ԱՄՆ-ի համար արժեցել է ավելի քան 11 միլիարդ դոլար։ Իսրայելի եւ Հզբոլահի միջև հակամարտությունը եւս շարունակվում է։ Գնդակոծության տակ է հայտնվել Բեյրութը, կան զոհեր եւ վիրավորներ։ Լիբանանում զոհերի թիվը հասել է 600-ի, 800,000 մարդ տեղահանվել է։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանը հայտարարել է, որ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտի միակ ճանապարհն է ապագայում Իրանի վրա չհարձակվելու երաշխիքների տրամադրումը, փոխհատուցման վճարումը եւ իր միջուկային օբյեկտներում միջուկային վառելիքի ամբողջական ցիկլի իրականացման Իրանի իրավունքի ճանաչումը։ Փեզեշքյանը շեշտել է, Իրանը հանձնառու է տարածաշրջանում խաղաղությանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ իրենք հասել են վերջնագծին, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է անմիջապես ավարտվի։ Կարծում եմ, մենք շատ լավ վիճակում ենք, գլխավորը այն է, որ մենք հաղթենք արագ, բայց հաղթենք։ Շատերը ասում են, որ արդեն հաղթել ենք, հարցն այն է, թե երբ ենք կանգ առնելու։ Մենք չենք ցանկանում թույլ տալ, որ այս ամենը նորից կրկնվի, մենք կցանկանայինք այնտեղ տեսնել մեկին, ով գիտի ինչ է անում։ Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, թիրախավորելով 19 ֆիզիկական եւ իրավաբանական անձի։ Իրանի արտգործնախարարությունը դատապարտել է նոր միջոցները, նշելով, որ Եմեն փորձում է պատժել Իրանին իր դեմ ագրեսիային դիմակայելու համար։ Իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որը դատապարտում է հարևան երկրներին Իրանի հարվածները։ Բանաձևը համահեղինակել է 135 երկիր, ինչն աննախադեպ թիվ է կազմակերպության պատմության ընթացքում։ Ռուսաստանը եւ Չինաստանը ձեռնպահ են մնացել, քանի որ ըստ նրանց բանաձևն
ամբողջությամբ չէր արտացոլում հակամարտության արմատական պատճառները։ Տեքստում չեն հիշատակվում Իրանին ամերիկա-իսրայելական հարվածները։ Իրանը դատապարտել է նման բանաձևի ընդունումը։ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտնել է, որ երկրում 1348 քաղաքացիական անձ է զոհվել, ավելի քան 17000-ը վիրավորվել։ Նա հիշեցրել է, որ Մինաբում դպրոցի վրա հարձակման հետևանքով սպանվել է 170 աշակերտուհի։ Իդեպ ամերիկյան լրատվամիջոցները վկայակոչելով աղբյուրների գրում են, որ ըստ հետաքննության նախնական արդյունքների ԱՄՆ զինված ուժերը հնացած տվյալներ են ունեցել դպրոցի հարևանությամբ գտնվող ռազմածովային բազայի մասին եւ սխալմամբ հարվածել են ուսումնական հաստատությանը։ Մերձավոր Արևելքում իրավիճակը մեծապես ազդել է էներգակիրների գների վրա։ Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 1 բարելի դիմաց $100։ Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ աշխարհը պետք է պատրաստ լինի նրան, որ նավթի 1 բարելի գինը կհասնի $200։ Նավթի գնի աճը զսպելու համար էներգետիկայի միջազգային գործակալությունը երկրներին առաջարկել է ռեկորդային ծավալի 400 միլիոն բարել նավթ բաց թողնել իրենց ռազմավարական պահուստներից։ Վաշինգտոնը հայտարարել է, որ բաց կթողնի 172 միլիոն բարել նավթ։ Ըստ ԱՄՆ էներգետիկայի նախարարության նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով էներգետիկայի միջազգային գործակալության բոլոր 32 անդամ երկրները համաձայնել են այս նախաձեռնությանը։ Միևնույն ժամանակ խոշորագույն մի քանի բանկեր փակել են Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Կատարում իրենց մասնաճյուղերը։ Ավելի վաղ իրանական բանկի վրա հարձակումից հետո երկրի զինված ուժերը հայտարարել էին, որ թիրախավորելու են տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ կապված բանկերն ու ֆինանսական հաստատությունները։ Անյուտայի բառի բուն իմաստով գեղեցիկ բիզնեսը արդեն 15 տարուց ավելի կյանքի անբաժան մասն է դարձել։ Անցած դժվարությունների մասին այսօր արդեն ժպիտով է հիշում, երախտագիտություն հայտնում մայրիկին եւ ամուսնուն, ովքեր ժամանակին չթողեցին հանձնվել։ Լինել ֆլորիստ նշանակում է աշխատել անընդհատ, աշխատել անռեժիմ, աշխատել նվիրված, անսահման մեծ սիրով։ Իհարկե ես չեմ դժգոհում, ես շատ շնորհակալ եմ, որ այս ասպարեզում եմ, այն փոքրիկ է, բայց իմն է։ Մրցակցությանը դիմանալը, սպասարկման ոլորտում կայանալը դյուրին գործերից չեն։ Ճանապարհին ունեցած յուրաքանչյուր փորձություն դարձել է ուժի առաջ գնալու նոր աղբյուր։ Կանայք հասարակության մեջ ես կասեի ունեն ազդեցիկ դեր։ Կարող են աշխատող կանայք կոտրում են կարծրատիպեր, որ երիտասարդության շրջանում, որ պետք է ստեղծել կարիերա, այնուհետև ընտանիք։ Ես կհակասեմ այդ մտքին եւ կասեմ, որ իմ օրինակով հնարավոր է համատեղել աշխատանքը եւ ընտանիքը։ Մեզ հետ անկեղծանում կիսվում է մասնագիտական երազանքով ֆլորիստը, ցանկանում է ընդլայնել գործունեությունը եւ փորձը փոխանցել ծաղիկներով զբաղվել սիրողներին։ Ինքը ֆլորիստիկան պահանջված աշխատանք, մասնագիտություն է։ Առաջիկայում ունեմ այնպիսի պլաններ, որ ես ինքս կատարելագործելով մայրաքաղաքում ունենալով սերտիֆիկատներ գամ եւ հիմնեմ ֆլորիստիկայի դպրոց Կապանում, որով ունենամ եւ ես աշխատողներ եւ այլ խանութների համար կապահովեմ ֆլորիստներ։ Գեղեցիկով մշտապես շրջապատված Անյուտան վստահ է, երբ մարդը գործը սիրով է անում, այդ սերը անպայման փոխանցվում է նաև մյուսներին։ Աստված չէր կարող ստեղծել լինել ամենտեղ, նա ստեղծեց կնոջը հանճարեղ։ Ազատաբախտ Հայաստանի սեր մայրեր, քնքուշ քույրեր, սիրով շնորհավորում եմ ձեզ մի ամսյակի կապակցությամբ։ Ցանկանում եմ, որ ձեր կյանքում երջանիկ պահեր շատ լինեն, սեր շատ լինի, ծաղիկներ շատ լինեն, ջերմություն շատ ստանաք։ Ժամանակակից կնոջ կերպարը իսկապես կոտրում է կարծրատիպերը, բայց դա չի նշանակում, որ նա հրաժարվում է կանացիությունից, հոգատարությունից եւ ընտանիքի հանդեպ պատասխանատվությունից։ Անի Գրիգորյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։ Արագ եւ արդյունավետ արձագանք հանուն կյանքի եւ առողջության։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը այս կարգախոսի ներքո պարբերաբար իրականացնում է վարժանքներ։ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ հերթական ուսումնավարժանքն անցկացվեց Երևանի մասնավոր ընկերություններից մեկի տարածքում։
Ներգրավված էին փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներ, ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության կարգախմբեր, շտաբ բուժօգնության աշխատակիցներ, Վիոլա ջուր, Երևան գազ, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունների վթարային խմբեր։ Ըստ սցենարի ռմբակոծման հետևանքով ընկերության տարածքում վնասվել են շինություններ, կոմունալ էներգետիկ համակարգեր, առաջացել են հրդեհի օջախներ կամ փլուզումներ։ Հնչում է օդային տագնապ ազդանշանը, իրականացվում է աշխատակիցների պատասպարում եւ տարհանում։ Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայողներն իրականացնում են հետախուզություն եւ բացազատում։ Ստեղծվում է օպերատիվ շտաբ։ Մոդելավորվում է արձագանքման համալիր գործընթաց, սահմանազատվում է տարածքը, մի տեղամասում կանխվում է ամոնիակի տարածումը եւ դադարեցվում արտահոսքը, մեկ այլ տեղ իրականացվում են որոնողական եւ սակրավորական աշխատանքներ, ականորսիչներով հայտնաբերված զինամթերքը տեղափոխվում է անվտանգ վայր։ Միաժամանակ իրականացվում են փրկարարական եւ հրդեհաշիջման գործողություններ, ավտոսանդուղքի ու պարանների կիրառմամբ տուժածները դուրս են բերվում շենքի տանիքից, փլատակներից, ինչպես նաեւ վնասված մեքենայից։ Բոլորին ցույց է տրվում առաջին բուժօգնություն։ Առաջադրանքը կատարված է, խնդիրները լուծված։ Ուսումնավարժանքի ավարտին ամփոփվել է աշխատանքը, վեր են հանվել բացթողումներ, տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Իսկ քաղաքացիական պաշտպանությունը եղել է եւ մնում է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության գլխավոր ուղղություններից։ Փետրվարի 27-ին համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացան օպերատիվ տեղեկություն, որ անհայտ անձը փորձում է գողանալ Սիսիան քաղաքի սուպերմարկետներից մեկում տեղադրված վճարային տերմինալը։ Տեղեկությունն իրացվեց Սյունիքի քրեական ոստիկանների եւ գվարդիայի ծառայողների հետ համատեղ։ Նույն օրը ժամը 21:14-ին տերմինալը գողանալու պահին 40-ամյա տղամարդը ձերբակալվեց։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին։ Նախաքննության հանգամանքները պարզվում են։ Դեռևս հունվարի 16-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ, որ Վանաձորում գտնվող մի ռեստորանի չերկիզվող պահարանը կոտրել ու գողացել են խոշոր գումար։ Դեպքի վայր էր մեկնել քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը։ Ըստ ռեստորանի տիրոջ հաղորդման ինքը գտնվել էր ռեստորանի երկրորդ հարկի իր աշխատասենյակում, երբ կոտրել էին առաջին հարկում գտնվող չերկիզվող պահարանի դուռն ու գողացել $30,000, 6 միլիոն դրամ ու ոսկյա զարդեր։ Նույն օրը Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, կատարվել էին անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմետքերով բացահայտել չէր հաջողվել։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության մարդու եւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ու Լոռու մարզային քննչական վարչության ծառայողների համագործակցության արդյունքում մարտի 9-ին ստացվեց օպերատիվ հավաստի տեղեկություն, որ ռեստորանից գողությունը կատարել է Վանաձորի բնակիչ 37-ամյա մի տղամարդ, ում օժանդակել էր նաեւ համակարգացիներից մեկը։ Նույն օրը երկուսն էլ ձերբակալվեցին ու ներկայացվեցին վարույթն իրականացնող մարմին։ Պարզվեց նաև, որ նրանք ծրագրել էին կատարել բնակարանային գողություններ, ինչը կանխվեց նրանց ձերբակալությամբ։ Մարտի 10-ին խուզարկություն է կատարվել օժանդակող տղամարդու տանը։ Հայտնաբերվել են կանեփանման բույսով տարաներ եւ մարիխուանայի նմանվող խոշոր չափերի զանգված։ Դատարանի որոշմամբ գողությունը կատարողի նկատմամբ խփանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ օժանդակողի նկատմամբ տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։ Համայնքային ոստիկանության օպերատիվ վերլուծական վարչության օպերատիվ հետախուզական գործունեության բաժնի ծառայողները շարունակում են պայքարը թմրամոլության եւ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ, հատուկ ուշադրություն դարձնելով նաեւ համացանցի միջոցով կազմակերպվող իրացումներին։ Փետրվարի 25-ին ստացված տեղեկության համաձայն նոտարերկրացի մի տղամարդ մայրաքաղաքում թաքստոցներում տեղադրելով իրացնում էր թմրամիջոցներ։ Ժամը 13:45-ին նա ձերբակալվեց Երևանի աշտարակի խճուղում եւ տեղափոխվեց համայնքային ոստիկանության Դավթաշինի բաժին։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց 34 փաթեթ։ Տղամարդը հայտնեց, որ դրանք PVP տեսակի թմրամիջոցներ են, որոնք ձեռք էր բերել Telegram ալիքի միջոցով։ Մարտի 2-ին օպերատիվ տեղեկության հիման վրա Դավթաշինի բնակիչ 29-ամյա երիտասարդը ձերբակալվեց Հալաբյան փողոցում։ Նրա մոտ հայտնաբերվեց 3 փաթեթ բուսական զանգվածներով։ Նա հայտնեց, որ հայտնաբերվածը մարիխուանա է եւ արդեն տեղադրել է մի քանի փաթեթ Թումանյանի անվան այգում։ Համայնքային ոստիկանության Դավթաշինի բաժնի ծառայողները այգում հայտնաբերեցին 5 փաթեթ։ Մարտի 9-ին ստացված օպերատիվ տեղեկության հիման վրա Նանսենի անվան այգում ձերբակալվեց Նոր Արեշում բնակվող 22-ամյա երիտասարդը։ Նրա մոտ հայտնաբերվեց 4 փաթեթ։ Նա հայտնեց, որ նույն այգում եւ հարակից վայրերում արդեն տեղադրել է փաթեթներ, որոնցից 5-ը հայտնաբերվեցին։ 3 դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։